Ողջույն, Armenia TV եթերում աշխարհի ամերով ծրագիրն է, ես Քենիայում եմ, երազում էի վաղուց հայտնվել այստեղ ու արդեն հենց այս երկրում եմ, խորհուրդ չեմ տա փոխել ալիքը, լինելու է շատ հետաքրքիր։ Այսօր ծրագրում ես հայտնվելու եմ Աֆրիկայի ամենաբարեհամբույր Տուրկանա ցեղախմբի գյուղում։ Նրանք դիմավորելու են ինձ երգով ու պարով։ Հենց նրանց հետ շատ հետաքրքիր օր եմ անցկացնելու։ Իսկ դրանից անմիջապես հետո նորից այցելելու եմ աղմկոտ Նայրոբի քաղաք, տեսնելու Մատատուն։ Սա դժոխային մեքենա է, բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։ Աֆրիկայում գտնվել իսկապես հետաքրքիր է, իսկ ցեղերը հաջորդում են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր տարածք մտնելու համար նախապես ստանում ենք թույլտվություն եւ մեզ հետ իհարկե այստեղ են անվտանգության աշխատակիցները, զբոսավարները, թարգմանիչները։ Մի խոսքով նկարանումը բավական դժվար է, բայց ամենաբարդը եղանակն է։ Այստեղ շատ շոկ է եւ էներգիայի պակաս զգացվում է, բայց այն ինձ ապահովում է բում բեստը, որը հենց հիմա վայելեմ ու շտապեմ հանդիպելու հերթական ցեղերին։ Ուրախ զվարթ Տուրկանա ցեղախմբի մոտ են։ Նրանք ամենաբարի ցեղախմբերից են համարվում։ Տուրկանաներին կարելի է հանդիպել ինչպես Քենիայի, այնպես էլ Եթովպիայի տարածքում։ Իհարկե Եթովպիայում այս ցեղախումբը բավական փոքրականակ է։ Նրանք սիրում են երգել, պարել, ուրախ ժամանակ անցկացնել, հյուրեր ընդունել ու իհարկե շփվել նրանց հետ։ Չմոռանամ ասել, որ ցեղախումբն իր անունը ստացել է Տուրկանա գետից, որը հոսում է Քենիայի տարածքում։ Հենց այս գետի ավազանում էլ ձևավորվել է ցեղախումբն ու հետագայում տարածվել նաև Եթովպիայում։ Հիմա ուզում եմ այս երկու բարի ընթացքում պատմել նրանց հագուկապի ու ավանդույթների մասին։ Նրանք ցանկացած հյուրի դիմավորում են ազգային երգ ու պարով եւ իրենց ունեցած լավագույն հագուստով։ Այս ցեղախմբի գլխավոր այցեքարտերից մեկը հենց վառ հագուստն է։ Դե ինչ, հին ավանդույթի համաձայն երգում են, ցատկոտում ու տարբեր ճիչերով դիմավորում ինձ։ Ես մի քիչ էլ լսեմ նրանց երգն ու պարը ու հետո սկսեմ զրուցել Տուրկանա խմբի ամենավառ ներկայացուցիչների հետ։ Տուրկանա ցեղի առաջնորդը սպասում է ինձ։ Ողջույն։ Բարև Վարդան։ Ինչպե՞ս ես։ Բարի գալուստ։ Շատ ուրախ եմ, որ թույլտվություն ստացա ձեր կողմից ու գտնվում եմ այստեղ։ Հեռուստադիտողներին շատ հետաքրքիր է։ Կպատմես մի փոքր այս ցեղի մասին։ Մեր Տուրկանա ցեղը շատ հին պատմություն ունի։ Այստեղ Քենիայում ձևավորվել են անհիշելի ժամանակներում։ Մեր անունն էլ ստացանք հենց այն գետից, որի ավազանում սկիզբ է առել մեր ցեղը։ Տուրկանա գետի ավազանում հին ժամանակներում այլ ցեղախմբեր չեն եղել։ Մենք ենք դրել այս ամենի սկիզբը։ Իհարկե, հետագայում այս տարածքում եւս արդեն տարբեր ցեղախմբեր են ձևավորվել։ Գիտես, որերորդ ցեղին եմ հանդիպում այստեղ Քենիայում եւ առաջին հայացքից բոլորը նման են մեկը մյուսին։ Այ ասես Տուրկանա ցեղը ինչով է տարբերվում Քենիայում բնակվող բոլոր ցեղերից։ Այո, ասեմ քեզ մեր ամենամեծ տարբերության մասին։ Մենք ի տարբերություն մյուսների տանել չենք կարողանում պատերազմներն ու կռիվները։ Մենք սիրում ենք խաղաղ ու հանգիստ ապրել։ Բարի ենք ու ընկերասեր։ Իսկ սա Տուրկանա ցեղի, ուզում եմ ուշադրություն դարձնեք, հագուստը իդեպ տարբերվում է բոլոր ցեղերից, սա Տուրկանա ցեղի տղամարդու ավանդական հագուստն է, ճիշտ եմ թե ոչ։ Այո, քանի որ այսօր քո նկարահանող խմբով մեր հյուրն էիր լինելու, ես որոշեցի ավանդական հագուստով դիմավորել քեզ։ Առհասարակ զբոսաշրջիկները սիրում են, երբ նրանց ուշադրություն ես նվիրում, երբ դիմավորում ես, ինչպես հարկն է։ Մեկ էլ դե ինչպես գիտես, մեզնից անբաժան է այս փոքրիկ աթոռիկը։
Ես գիտեմ, իդեպ սիրելի հեռուստադիտողներ, եթե դիտել եք եթերաշրջանը, որը ես նկարանել եմ Եթովպիայում եւ տեսել եք իմ հանդիպումը այդ ցեղերի հետ, հիշում եք այս աթոռ բարձերի մասին, այո, ինչու բարձ, որտեվ քնելիս այսպես գլուխը դնում են այս 4 բարձի վրա քնում են, կամ ուղղակի այն ծառայում է որպես աթոռ, այսինքն քայլում այս ցեղի ներկայացուցիչը ինչ որ միտեղ եւ այս աթոռը միշտ իր հետ է հոգնեց, նստում է, քունը տանում է, կարող է պարկել ու քնել։ Գյուղը շատ մեծ չի, ինչպես տեսնում եմ, արի քայլենք ներս, ծանոթանանք գյուղի բնակիչների հետ, կասես սա մի ընտանիք է մեծ, թե ոչ։ Հարցիդ երկու ձևով կպատասխանեմ։ Եթե հարցնում ես այն մասին, թե արդյոք Տուրկանա ցեղախումբը մի ամբողջ ընտանիք է, ապա այո, մենք բոլորս իրար վերաբերում ենք որպես մեկ ընդհանուր եւ մեծ ընտանիքի անդամներ։ Մենք իրար մասին հոգ ենք տանում, խնամում ենք իրար ու պաշտպանում։ Եթե որևէ մեկն ունի խնդիր, դա բոլորիս խնդիրն է։ Երբեք ոչ մի Տուրկանա ներկայացուցիչ չի մնա իր խնդրի հետ միայնակ, բայց եթե դու նկատի ունես, թե արդյոք գյուղում ապրում է մի ընդհանուր ընտանիք, ապա ոչ իհարկե։ Այստեղ շատ ընտանիքներ կան։ Դրանք իրար մեջ բարեկամական եւ ոչ բարեկամական կապեր ունեն։ Ինչպես կարող ենք բոլորս մի ընտանիքից լինել։ Նախ աթոռը վերադարձնեմ քեզ, սա քեզ է հարկավոր, եւ գիտես, տեսնում եմ այսպես շուրջ բոլորը իսկապես ոչինչ չկա։ Ժամերով ճանապարհ ես անցնում, հասնում ես այսպիսի փոքրիկ գյուղ, ոչ մի բնակելի թաղամաս, վայր, որտեղ կան մարդիկ, ուղակի չես հանդիպում։ Ինձ հետաքրքիր այ ով է գյուղի բնակիչների համար սնունդ եւ ջուր բերում այստեղ այս գյուղ, որտեղ մոտակայքում, ինչպես արդեն հասցրեցի տեսնել, նույնիսկ գետ չկա։ Ջրի ու հացի խնդիր մենք իհարկե չունենք։ Այո, գետ չկա մոտակայքում, բայց այն կա հեռվում։ Գնում ենք, բերում ենք մեզ անհրաժեշտ քանակությամբ ջուրը։ Մեզ մոտ ամեն բան մտածված է։ Մենք հերթականություն ենք կազմում ու ապրում դրանով, որ հետո մեկս մյուսի վրա չգցենք։ Ես որպես առաջնորդ հետևում եմ մեր ցեղի կարգ ու կանոնին։ Չնայած որ անկեղծ ասեմ քեզ, դրա կարիքը սովորաբար չի էլ լինում։ Այո, մենք գիտենք, թե երբ ով է պատասխանատու ջրի համար։ Իսկ այս գյուղի բնակիչները պարտադիր նորից ամուսնանում են մեկը մյուսի հետ, ունեք հնարավորություն այլ որևէ ցեղից այսպես հարսնացու բերել, ով կբնակվի այստեղ այս գյուղում։ Չէ, մենք նախընտրում ենք իրար մեջ ամուսնանալ, այլ ցեղերի հետ չխառնվել։ Եթե որևէ մեկն ուզի այլ ցեղի աղջկա հետ ամուսնանալ, հաստատ աշխարհը շուրջի գա։ Բայց եթե մի փոքր շփվել ես ցեղերի հետ, գիտես երևի, որ ոչ ոք էլ չի սիրում ուրիշ ցեղի հետ խառնվել։ Այս պահին ուզում եմ քեզ նվիրել Արմենիա սպիտակ անապակ գինին։ Եթե լինեմ անկեղծ, ես ինքս այս գինին շատ սիրում եմ վայելել Հայաստանում եւս, երբ ուղղակի աշխատանքից հետո հանգստանում եմ։ Սիրով նվիրում եմ քեզ լավագույն հայկական գինին։ Շնորհակալություն։ Այդքան էլ լավ չգիտեմ, թե ինչ է գինին, բայց ես անպայման կխմեմ, որովհետև ոգելից խմիչքներ սիրում եմ։ Կփորձեմ այսօր ամբողջ հարևանությանը կկանչեմ ու մի լավ խնջույք կանենք։ Շատ ուրախ եմ։ Դե, սիրով կարող ես այսօր վայելել։ Շնորհակալ եմ շատ։ Այդ տեսնում եմ բնակիչներին, արի մոտենանք իրենց, ծանոթանանք, ի վերջո գյուղում եմ, պետք է ծանոթանամ, չէ որ ժամերով մենք այստեղ ենք լինելու։ Դուք ընդամենը դիտում եք աշխարհի համերով 20-25 րոպե, բայց մենք 1 օր կամ կես օրից ավել այստեղ ենք լինում ու շփվում, նկարանում տեղի բնակիչներին։ Բարև, hello։ Բարև։ Ես Վարդանն եմ, բարև։ Բարև։ Իդեպ ահա աթոռը, տեսեք ինչպես ասացի, ահա դնում ենք այսպես, գալիս առաջ եւ ահա տեղավորվում, վերջո։ Հարմար, իդեպ շատ հարմար է։ Ես ամեն անգամ ասում եմ, որ պետքա գնեմ ու չեմ գնում։ Զգույշ որ լինես չես ընկնի։ Մենք դրա վրա անգամ քնում ենք։ Հարմարվիր եւ վերջ, դիրքդ գտիր եւ չես ընկնի։ Ես արդեն տեղեկացա, ես ասում եմ Եթովպիայում արդեն առիթ ունեցել եմ տեսնելու։ Հիմա որ ներսում նայես կտեսնես մերոն քնած են ու գլխի տակ այս աթոռից ունեն։ Ահա։ Հա, ճիշտ է ասում։ Հիմա այս ժամին շատերն են քնում, որովհետև շոկ է ու գործ չունեն անելու։ Եվ բոլորի գլխի տակ անպայման այս աթոռներից է դրված։ Հավատա, չի խաբում։ Հենց ինքն էլ պատրաստել է։ Գիտեք, ի տարբերություն այլ ցեղերի, Սա մեր ձեռքերով ենք պատրաստել։ այստեղ իհարկե առաջնային, երբ զբոսաշրջիկ են տեսնում, փորձում են ինչ-որ մի բան իրենց իսկ ձեռքերով պատրաստած իրերից մեկը վաճառել։ Իդեպ շատ տաղանդավոր են
այստեղ Աֆրիկայում ցեղի ներկայացուցիչները անկեղծ եմ ասում, միգուցե ունեն շատ ազատ ժամանակ, դրանից է, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում տեսեք ինչ հետաքրքիր ու լավ աշխատանք է եւ երբ զբոսաշրջիկներ գալիս են, իրենք փորձում են վաճառել ու գումար աշխատել։ Շատ լավ, գիտեք, ես օրեր առաջ հանդիպել եմ այստեղ Քենիայում եւս մի ցեղի ներկայացուցիչների, որտեղ կանայք բողոքում էին, ասում էին ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Կասեք, այստեղ եւս այդպես է թե ոչ։ Հա, Վարդան ջան, բա իհարկե, բոլորս էլ կարող ենք բողոքել, բայց ինչից ենք բողոքում։ Բա ուրիշ ինչ անի կինը։ Մենք պետք է երեխա ունենանք, տունը պահենք, գործերն անենք, ճաշ պատրաստենք։ Հետո եթե ժամանակ մնա, նաև նման իրեր պատրաստենք ու վաճառենք։ Այո, շատ ծանր է։ Ամբողջ օրը վազվզում ենք, ճաշ ենք եփում։ Ահա։ Գիտեք, առասարակ աշխարհի համերով ծրագրի շրջանակներում մենք իհարկե նկարահանում ենք ինչպես են պատրաստում աշխարհի տարբեր երկրներում կերակուրներ, հա, բայց այստեղ Քենիայում ցավոք սրտի երբ պետք է այցելենք ցեղերին թույլ չեն տալիս նկարանել։ Ես չգիտեմ ինչու է այդպես, միգուցե չեն ցանկանում, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ կերակուր են նրանք օգտագործում օրվա ընթացքում, բացատրությունը անկեղծ լինեմ այդպես էլ չհասկացա, բայց թույլտվություն եւս չունեմ այդ ամենը նկարելու։ Չխանգարեմ, երեխան լացում է արդեն, արի շարժվենք առաջ։ Ասա ինձ խնդրում եմ, ինչու է տներից մեկը այսպես ծածկված ու պաշտպանված արևից, իսկ ահա մեր առջև գտնվող տունը ամբողջությամբ կարծես բաց վիճակում լինի։ Դե այս ամենը լրիվ կառուցված տուն է, որտեղ արդեն ապրում են մարդիկ, այսինքն կիսատ պրատ բան չկա, իսկ այս մյուսը նոր ենք կառուցում, դեռ կիսատ գործեր կան, այդտեղ ոչ ոք դեռ չի ապրում։ Իսկ տները կառուցում են հենց գյուղի տղամարդիկ։ Մեզ մոտ թե կանայք ու թե տղամարդիկ մասնակցում են տուն կառուցելու գործին։ Կանայք ծղոտներն ու փայտերն են հավաքում, տղամարդիկ դրանք հյուսում ու ամրացնում են մեկը մյուսին։ Իրականում չկա մի բան, որ կանայք չանեն կամ տղամարդիկ գլուխ չհանեն, բայց աշխատանքը հստակ բաժանումներ ունի։ Ասենք կանանց վրա շինանյութի հայթայթումն է, տղամարդիկ էլ ամեն բան կառուցում են։ Այդպես համ գործն է արագ առաջ գնում, համ էլ կարողանում են գլուխ հանել ամեն ինչից։ Գիտես, քանի որ ամենուր երեխաների այսպես ձայներ են գալիս ու տեսնում եմ յուրաքանչյուր տան դիմաց մայրն է ու 6-7 երեխա նրա կողքին։ Ուզում եմ հասկանալ, այստեղ սովորաբար ընտանիքում քանի երեխա են ունենում։ Ամեն ընտանիքում հաստատ մի 7-8 երեխա կա։ Միայն այդպես կարող ենք երաշխավորել մեր ցեղի հետագա կյանքը։ Մեր տղամարդիկ կարող են ունենալ 3-4 կին։ Այսպես շատ ավելի արագ է լուծվում բազմանալու հարցը։ Իսկ տղամարդիկ քանի անգամ ունեն իրավունք ամուսնանալու։ Եթե մի անգամ ամուսնանա, խեղճ կինը միշտ պետք է հղի պտտվի։ Ու դա էլ չի ապահովի երեխաների անհրաժեշտ թվաքանակը։ Իսկ այ երբ ամուսնանում են միանգամից 4 կնոջ հետ, պատկերացրու, որ միաժամանակ 4 նոր մարդ է ծնվում։ Ահա։ Շատ լավ, անցնենք այն կողմ, գիտեք ինձ անverջ ձեռքով են անում տեղի բնակիչները, ասում են արի մեզ էլ նկարանի, թող Հայաստանում մեզ եւս տեսնեն, արի անցնենք այն կողմ ու տեսնենք կանայք ինչով են զբաղված։ Ես Աֆրիկայում եմ եւ American Express Gold քարտի քարտատեր եմ։ Դա նշանակում է ունեմ ավտոմատկեր բժշկական ապահովագրություն, ուղեբերի կորուստ, ուղեբերի ուշացում, թռիչքի ուշացում, այդ ամենը ապահովագրված է։ Այնպես որ ես ձեզ եւս խորհուրդ եմ տալիս վճարումները տեղում եւ առցանց կատարել միմիայն American Express Gold քարտի միջոցով։ Ցանկանում եք ծանոթանալ բոլոր առավելություններին, որոնք ձեզ նվիրում է այս քարտը, զանգահարում եք Ակբա բանկ։ Մինչև կանանց զբաղմունքին անցնելը մի քանի բառ ասեմ նաև այս գյուղերի մասին։ Տուրկանաները թեև հաճախ են տեղից տեղ շարժվում ու հետևաբար թողնում են իրենց գյուղերը, բայց եւ այնպես նրանք սիրում են կոկիկ տներ կառուցել։ Դե կառուցելը շատ ճոխ բառ է իհարկե, բայց եւ այնպես հաշվի առնելով, որ այս տները կանանց ձեռքի գործն են, արժե մի քիչ էլ ճոխ խոսքեր ասել։
Նրանք հյուսում են այս տները, իսկ դրանից ազատ ժամանակ զբաղվում են իրենց համար զարդեր պատրաստելով։ Քանի որ տուրկանաները սիրում են միշտ զարդարվել, ազատ ժամանակի ամեն րոպեն ծախսում են նոր թևոցներ, վզնոցներ եւ այլ զարդեր պատրաստելու վրա։ Հենց հիմա էլ այդ գործին են։ Մի քանի բառ ասեմ տուրկանա ընտանիքների մասին։ Այստեղ մարդիկ ապրում են փոքրիկ համայնքներով, որը նրանք այդպես էլ կոչում են խմբեր, բայց իրականում սա հենց ընտանիքի մոդելն է։ Հայր, մայր ու բազմաթիվ երեխաներ։ Ահա այսպիսի հետաքրքիր մանրամասներ։ Կասես ինչ են կանայք այս կողմում անում։ Նրանք հիմա սպիտակ ու կարմիր լոբիներն են առանձնացնում։ Հետո դրանք ջրով կխաշեն ու կունենանք համեղ ընթրիք։ Լոբու հետ երևի ձուկ կպատրաստեն, որովհետև տղամարդիկ հիմա գնացել են ձուկ բռնելու ու հաստատ մեծ պաշարով են հետ գալու։ Այդ դեպքում եթե այս ամենը կարող ենք նկարանել, ասե ինձ ինչու թույլ չեք տալիս, որպեսզի կերակուր պատրաստելու ընթացքը եւս նկարանենք։ Վարդան ջան, ուղղակի չի կարելի։ Մենք առանց այդ էլ հիմա շատ ենք շփվում զբոսաշրջիկների հետ։ Մի ժամանակ մեր մասին ոչինչ ոչ ոք չգիտեր։ Հեքիաթի պես էինք, մեր մասին լսել էին, բայց չգիտեին գոյություն ունենք թե ոչ։ Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել։ Հիմա ամենուր գիտեն տուրկանա ցեղի մասին։ Բազմաթիվ էքսկուրսիաներ են լինում։ Լիքը հյուրեր ենք ունենում։ Այո, պատմում ու ներկայացնում ենք ամեն ինչ, բայց կան բաներ, որ ուզում ենք միայն մերը լինի։ Դրանցից մեկը մեր ուտելիքի գաղտնիքն է։ Գիտես, մենք սովորաբար օրվա ընթացքում 3 անգամ սնվում ենք, հա, նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Այնց հետաքրքիր է նման գյուղերում այդ ցեղի ներկայացուցիչները օրվա ընթացքում քանի անգամ են հաց ուտում։ Մենք ուտում ենք, երբ քաղցած ենք։ Օրվա մեջ դա կարող է լինել մոտ 5 անգամ, բայց հիմնական ուտելու ժամերը երկուսն են՝ առավոտյան որսի գնալուց առաջ ու երեկոյան որսից հետ գալուց։ Մնացածն արդեն մանր-մունր ուտելիք կծմծելն է։ Ուտում ենք ինչ կգտնենք անտառներում կամ ճանապարհներին։ Եթե ուզում ես իմանալ, թե քանի անգամ ենք նստում ամբողջ ցեղով ու ընտանիքներով եւ ուտում, նշածս 2 անգամը պետք է նկատի ունենաս։ Քանի որ կանայք այս պահին կերակուր են պատրաստում, ուզում եմ ձեզ նվիրել Royal Armenia-ի որակյալ հատիկավոր պղպեղը, որը կարող եք օգտագործել այս կերակուրը պատրաստելիս ու միանշանակ այն կլինի շատ ավելի համեղ։ Սա սիրով նվիրում եմ ձեզ։ Հա, շնորհակալ եմ։ Էս հետաքրքիր բան է։ Սրանով չեմ սարքել, բայց որ ասում ես, հավատում եմ։ Լավ, ուզում եմ ձեզ հարցնել այս ամենից բացի ուրիշ ինչ եք հիմնականում պատրաստում տանը։ Ամեն ինչ էլ սարքում ենք, հո մենակ լոբի չէ։ Մենք ամեն ինչ գիտենք եփել։ Ձուկը խաշում ենք, միսը խորովում, ձավարը, լոբին շոք է խաշում։ Լինում է, որ տղամարդիկ անտառներից նաև բանջարեղեն ու միրգ են բերում։ Դրանցով էլ գիտենք կերակուր պատրաստել։ Օրինակ միսը կարտոֆիլի հետ խորովում ենք, աննկարագրելի մի բան է ստացվում։ Կամ էլ ենթադրենք բերում են տղամարդիկ բանան, մենք այն տրորում ենք ու լոբու հետ ուտում։ Ամեն ինչ էլ գիտենք եփել։ Չիմանաս թե օր ու գիշեր լոբի ենք ուտում։ Այդ տեսնում եմ տղամարդիկ մի անկյունում, այո, ինչ-որ խաղ են խաղում, սա ինչ է։ Մենք օրվա մեջ շատ ենք հոգնում։ Մեկ որսի գնա, մեկ ձկնորսության, կամ այս ու այն ցեղի հետ հարցեր պարզաբանի, կամ էլ գնա ջրի։ Դրա համար օրվա ամենաշոգ ժամերին նստում ենք ու տարբեր խաղեր խաղում։ Մեր տուրկանա ցեղը ընկերասեր է։ Մենք սիրում ենք խաղերով ժամանակ անցկացնել։ Արի մոտենանք, այո, եւ բացատրիր, ինչպես են այս ամենը խաղում։ Նայիր, սկզբում քարերը բաժանում ենք իրար մեջ։ Բոլորը ունենում են հավասարաչափ քանակությամբ քար։ Հետո դրանցից մի քանիսը, որոնք ոչ մեկի բաժին չի ընկել, դնում ենք կենտրոնում։ Որոշում ենք խաղացողների հերթականություն։ Ամեն մեկս հերթով մեր քարով հարվածում ենք կենտրոնի մանր քարերին։ Եթե դրանցից մեկը թռչում է մեր կողմ, ուրեմն մերն է։ Եթե հակառակորդի կողմ, ապա նրանն է։ Այսպես հավաքում ենք քարերը, հետո հաշվում։ Ով ավելի շատ ունի, նա էլ հաղթել է։ Ով ավելի քիչ քանակությամբ քար ունի, դուրս է գալիս խաղից։ Հաջորդ պայքարը արդեն դուրս եկած խաղացողի քարերի համար է։ Հարկավոր է ելի հարվածել մյուս քարերին, հավաքել պարտված կողմի քարերը։ Հաղթում է նա, ով խաղի ավարտին ամենամեծ քանակությամբ քարն է հավաքած լինում։ Չեմ պատկերացնում ինչպես կարելի է ժամերով այս խաղը խաղալ, մի հատ բացատրեք ինձ։ Եվ ամբողջ օրը գյուղի տղամարդիկ զբաղված են այս խաղը խաղալ։ Դե մենք հո ամբողջ օրը չենք հավաքվում ու խաղում։ Օրվա մեջ մի քանի ժամ է։ Էլ չեմ ասում, որ սրանով հիմնականում մեր տարեցներն են զբաղվում։ Այ նրանք ամբողջ օրը նստած խաղում են։ Հիմա արդեն խանգարում եմ նրանց, որ անընդհատ խոսում եմ։ Ավելի լավ է լռենք, թողենք զբաղվեն։ Լավ, շնորհակալ եմ, չխանգարենք տղաներին, թող շարունակեն իրենց խաղը վայելել։
Իդեպ քիչ առաջ ասացին, որ այս երիտասարդին ընդամենը 2 օր առաջ Ընդամենը 2 օր առաջ շարունակեմ խոսքդ։ Այս տղայի վրա հարձակվել է առյուծ։ Ես հուսով եմ հիմա առյուծներ այստեղ չկան։ Չէ, դե հիմա չկա, հանգիստ եղիր։ Այս ամենը փաստում է այն մասին, որ իսկապես այս մարդկանց համար կյանքը այստեղ շատ վտանգավոր է։ Միայն պատկերացրեք, գիշերը, երբ լուսավորություն ուղակի չկա, գիշատիչները, տարբեր վտանգավոր կենդանիներ կարող են գալ ու ուղակի սպանել բնակիչներից որևէ մեկին։ Ես ուզում եմ նշել, որ դու այո, այսպես շատ մեծ վնասվածքներ չունես, որտեվ հանդիպում առյուծի հետ պատկերացնում եք, չէ, ինչով դա կարող էր ավարտվել։ Հա, լավ է պրծել իրականում, որովհետև մի թեթև քերծվածքներ է ստացել ու վերջ, բայց կարող էր չհասցնել կանչել օգնության ու հիմա այստեղ չէր Իսկ լինի մեզ հաճախ հետ։ են առյուծներ այստեղ։ Հա, միշտ էլ կան, իմացիր։ Անկամ եթե չես տեսնում, նրանք ինչ որտեղ մոտակայքում են։ Իսկ առյուծներից բացի այլ ինչ վտանգավոր կենդանիներ եք հաճախ այստեղ այս հատվածում տեսնում։ Հենց մտնում է, ինչ կենդանի ասես հայտնվում է։ Գայլեր, բորենիներ, դե վագր ու առյուծ։ Հա, մենք իհարկե զինված ենք, կարող ենք արագ նրանց հախից գալ, երբ շատ ենք, բայց մթությունը շատ է խանգարում։ Ամեն դեպքում նիզակ ու քար միշտ ձեռքի տակ ենք պահում։ Երբեք չգիտես, թե գիշատիչը որտեղից եւ երբ կհայտնվի։ Իսկ դա ինչ է նշանակում, որ գյուղի բնակիչները տանից ուղակի մութ ընկնելուն պես պետք է դուրս չգան։ Ավելի լավ է մնաս տանը ու դուրս չգաս։ Ում է պետք այդ արկածախնդրությունը, բայց ասում եմ, ամեն դեպքում մենք ունենք այս փայտերը, որոնք հաստատ ամեն տանն էլ կգտնես։ Հիմա հասկացա ինչու են տեղի բնակիչները այսպիսի փայտերով ման գալիս այստեղ գյուղում, փայտ եւ իհարկե վերևի հատվածում երկաթ, որպեսզի հանկարծ որևէ վտանգավոր կենդանի տեսնելուն պես կարողանան ուղակի պաշտպանվել։ Սարսափելի է, հուսով եմ մեր նկարահանումների ընթացքում ես չեմ ցանկանում տեսնել եւ չեմ ուզում այդ ամենը նկարանել, բայց ինձ թվում է այս փայտը սկսած կլինի իմ ձեռքերում, որպեսզի պաշտպանեմ ինձ ու նկարանող թիմը։ Հա, դե պահիր մոտը, բայց հիշիր, այս տղայինն է, վերջում կտաս։ Իսկ լավ, դեպքը պատահեց, ինչ օգնություն, դեղորայք, բժիշկ, կա նման բան։ Չէ, ինչ դեղ ու բժիշկ, այդ ինչեր ես ասում։ Ում են պետք կամ որտեղից գտնենք նրանց։ Մեր տատիկները լավ գիտեն, որ հարցը ոնց լուծել։ Բույսերով ու տարբեր թուրմերով լուծում են ամեն տեսակի խնդիր։ Դες այնպիսի բաներ պատմեցիր, որ ինձ թվում է մեզ հիմա պետք է այն կողմում նստել ու միած սուրճ խմել, հանգստանալ, հետո նոր շարունակել նկարանումները։ Գնացինք։ Գիտես, այնպիսի դեպքերի մասին պատմեցիր, որ մինչ հիմա ուշքի չեմ գալիս։ Այդ ինչ էր որ, գիտես ինչեր են լինում այստեղ։ Էլ երեխաներ են փախցնում գազանները, էլ մարդկանց ձեռք ու ոտք ուտում։ Մի անգամ տան մոտից բարուր արած մի փոքրիկի տարավ վագրը։ Լավ է, ես շուտ նկատեցի։ Ու որ ավելի կարևոր է, վագրը շատ մեծ չէր, նա էլ էր ձակ։ Այդ պահին մոտեցա հետևից, այնպես հարվածեցի, որ ընկավ։ Երեխային փրկեցի, վագրի ձակին էլ բաց թողեցի։ Դե ճիշտն ասած խիղճը ստանջեց։ Սարսափելի է իհարկե, շատ վախենալու է։ Ես արդեն այսպես լարված եմ հետևում, որովհետև գիտեմ, որ կենդանիներ հաճախ են լինում նման վայրերում։ Լավ, կասես երկրի ղեկավարությունը չի կարողանում ապահովել ձեր անվտանգությունը։ Չէ, դե ղեկավարությունն ինչ անի։ Մենք սիրում ենք ազատ ու անկախ ապրել, հեռու ենք ամեն ինչից։ Ու եթե մենք չպաշտպանենք մենք ինքներս, ապա մեր մասին ոչ ոք էլ հոգ չի տանի։ Նրանք ամենաշատը որ անում են, տարվա մեջ մի անգամ գալիս են, տեսնում են ով ինչքան կով ունի։ Եթե հասկանում են, որ ապրուստ չենք կարողանում հոգալ, մի երկու անասուն են նվիրում եւ այդքանը։ Մնացածը նրանց վրա չէ։ Մեր պաշտպանությունը մեր խնդիրն է։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ գնահատեք այն ամենը, ինչ ունեք, գնահատեք այն վայրը, որտեղ ապրում եք ու աշխատում։ Իսկ ես Աֆրիկայում եմ։ Հիմա ուզում եմ քեզ արդեն ցույց տալ, թե տան ներսում ինչ կա։ Գնանք այս տուն։ Տես ինչքան մարդ է հավաքված դրա դիմաց։ Մեր գյուղի մեծերից մեկի տուն մեր սպանած կենդանիների կաշիներն են։ Չնայած երբեմն նաև կովերի ու ցլերի կաշի ենք փռում։ Դրանք հենց սատկում են, հանում են կաշին մի քիչ մշակում ու փռում այստեղ։ Դրանց վրա քնելը երանություն է։ Դե ով է այս դարում քնում գետնին կամ հողի վրա, չէ։ Ահա, պարկում ես։ Այ սա էլ դնում գլխի տակ ու վերջ։ Քնիր ու տես աշխարհի ամենալավ երազները։ Սա երանություն է։
Տեսեք ինչ հպարտությամբ են ներկայացնում իրենց տունը, որտեղ կարող են հանգստանալ, վայելել հանգիստը, քնել, նույնիսկ չպատկերացնելով, թե ինչ ժամանակակից բազմոցներ ու ինչ հարմարավետ մահճակալներ այսօր աշխարհում գոյություն ունեն։ Չես ուզում դու էլ փորձես։ Փորձեմ։ Հələ պարկի տես ինչ լավ է։ Շատ լավ։ Սա դնում ենք այս կողմ։ Մայրիկը ինձ վրա է նայում, ուզում է հասկանալ ինչա մեզանից ուզում այս տղան։ Գիտես, ես քո փոխարեն կարող եմ քնել ոչ թե այս աթոռ բարձի օգնությամբ, այլ ուղղակի այսպես ձեռքի վրա շատ ավելի փափուկ է ու հարմար։ Դե լավ էլի, մի համոզիր հա ինձ։ Լավ, չեմ համոզում։ Եթե դու ասում ես այդպես է, ուրեմն այդպես է։ Կասեք, մայրիկ, քանի տարեկան եք։ Ես, բալես, արդեն 90 տարեկան եմ, բայց մի քիչ այդքան էլ չեմ ուզում խոսել։ Տեսար, թե դրսում ինչքան մարդ կա։ Նրանց մի մասին արդեն ընդունել եմ։ Դեռ մի այդքան էլ գալու են։ Դուք զրուցեք, ես հանգստանամ, որ մյուսներն էլ ընդունեմ։ Ի վերջո Տուրկանա, այք ասես ինչ է այդ անունը խորհրդանշում եւ ինչ է նշանակում։ Տուրկանա նշանակում է այն գետը, որի մոտ ապրում ենք մենք։ Գիտեմ, որ դու շատ ցեղերի մոտ ես եղել արդեն։ Նրանց անունները տարբեր նշանակություններ են ունեցել։ Դրա համար էլ հիմա ինձ ես հարցնում։ Բայց մեր ցեղի անունը խորհրդանշում է այն գետը, որի ավազանում ձևավորվել ու ապրում ենք մենք։ Տուրկանան է այն գետը, որի մոտ հայտնվել են մեր ցեղի առաջին բնակիչները։ Հետո դե բազմացել ենք, տարածվել մի փոքր։ Նաև Եթովպիա ենք հասել, բայց հիմնականում շարունակում ենք ապրել այստեղ։ Գիտեք, դուք այս պահին այսպես հարմարավետ տանը դիտում եք աշխարհի ամերով ծրագիր, ինչի համար շատ շնորհակալ եմ իհարկե, բայց չեք պատկերացնի, թե ինչ դժվար է այս պահին մեզ համար։ Մենք շարունակում ենք նկարանել, ուղղակի զրուցել, այդ պահին մեզ շատ միջատներ են գծում, որոնք իդեպ բավական վտանգավոր են, այնպես որ երևի այս հատվածից տան դուրս գանք դուրս եւ ավելի բաց վայրերում շարունակենք նկարանումները։ Աշխարհի ամերովն է եթերում։ Տղաներ, ձեր առաջնորդին արդեն նվիրել եմ հայկական լավագույն գինին Արմենիան եւ այս պահին այն ուզում եմ նվիրել նաեւ ձեզ, որպեսզի այսօր երեկոյան այն քնելուց առաջ ուղղակի այսպես վայելեք։ Սիրով ձեզ։ Սա ինչ է գինի։ Բայ ես ինչ լավ բան է։ Ինչ ասեցիր։ Գինի Արմենիա։ 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 Օ, ինչ հիանալի է։ Այսօր խմելու ենք ու քեֆ անենք։ Շատ ուրախ եմ, այնպես որ սիրով վայելեք, չմոռանաք խմելից հիշել նաև ինձ։ Դե ինչ, շատ շնորհակալ եմ բոլորին նման ընդունելության համար, ինձ շատ հաճել էր այստեղ գտնվել, շնորհակալ եմ քեզ առանձնահատուկ, որ ապահովեցիր մեր նկարանումների կազմակերպումը ու մենք այսպես սիրով նկարանեցինք, վստահ եմ հեռուստադիտողներն էլ սիրով այս ամենը դիտեցին։ Քեզ շատ սիրեցինք։ Իմացիր, որ արդեն լավ բարեկամներ ունես այստեղ։ Երբ ուզում ես արի ու բեր էլի շատ մարդիկ քո երկրից։ Մենք կծանոթանանք ու բոլորիդ կընդունենք։ Եթե ուզես կարող ես անգամ մնալ։ Հիմա գնաս բարով։ Գիտեք, յուրաքանչյուր երկրում կա տրանսպորտ, մեր երկրում եւս ավտոբուսներ, երթուղային տաքսիներ եւ այլն, բայց միմիայն Քենիայում եւ միմիայն Նայրոբիում կա ավտոբուս, որը տեղացիները անվանում են Մակատու։ Այն տարբերվում է աշխարհի բոլոր անկյուններում գտնվող ավտոբուսներից։ Ինչով կհասկանաք հենց հիմա, միայն ինձ հիմա էներգիա է պետք, որտեղ դուք չեք կարող պատկերացնել ինչա քիչ հետո կատարվելու։ Երբ Google որոնման համակարգում փորձում ես Նայրոբիի մասին պատմող լուսանկարներ գտնել, հիմնականում տեսնում ես գեղեցիկ ժամանակակից քաղաք։ Նայրոբիի իրական պատկերը սա է. փողոցներ ու մայթեր, որոնք միշտ մարդաշատ են։ Աղմուկ, որը երբեք չի ընդհատվում։ Դե իսկ Նայրոբիի գլխավոր զարդն էլ, ինչպես արդեն ասացի, այստեղի քաղաքային տրանսպորտն է։ Մատատուն, որն իրականում ավտոբուս է։ Բայց այս ավտոբուսն ունի մի հիմնական տարբերություն։ Գնում են այն երթուղիով, որը հարմար է ձեզ։ Մատատուն դարձել է Քենիայի ամենաճանաչելի իրողությունը։ Ես արդեն տեղում եմ
Եվ ինձ թվում է տեղի աշխատակիցը ինձ կօգնի հասկանալ ինչ ավտոբուս է սա։ Բարև։ Արի քեզ էինք սպասում, շուտ նստիր։ Սպասիր, մի անգամից հրավիրում ես այնտեղ, չնայած տեսնում եմ ուղևորներ կան։ Ասա ինչ տրանսպորտ է սա։ Չկորցնենք ժամանակ, նստիր որ գնանք։ Կվճարես, չէ։ Այո, ես կվճարեմ, միայն ասա ինձ ինչ է, ուր են գնում, ինչքան է ժամանակը տևելու։ Այ մարտարի մեջը նստենք, ամեն ինչ կտեսնես, ինչքան էլ պատմեմ անիմաստ է, բոլոր հարցերիդ պատասխանը հենց տեղում ես ստանալու։ Արի բարձրացիր գնանք։ Դե հրավիրում են, ես էլ գնամ ներս։ Ինչ ես ախր դանդաղում, արի էլի։ Լավ գնացինք ներս, հուսով եմ փորձանք կհասնենք տեղ, զգում եք չես տեղ ինչա կատարվում։ Արագացրեք, շարժվում ենք, արագացրեք։ Արագացրեք, անցեք։ Գժվել կարելի է անկեղծ։ Բարև ձեզ բոլորին։ Ասա ինձ խնդրում եմ հեռուստացույց, երաժշտություն, պաստառներ, գույներ, սա ինչ է, ավտոբուս տրանսպորտ է, թե ինչ է։ Սա մեր գլխավոր հպարտություններից մեկն է։ Մատատուն ընդամենը ավտոբուս է, որը Նայրոբիում դարձել է ազգային հպարտության տարր։ Մենք ինքներս ենք հորինել այս ձևաչափը։ Աշխարհում ուրիշ ոչ միտեղ չես գտնի ավտոբուս, որը համալրված է ժամանցի համար նախատեսված ամեն ինչով։ Իսկ ասես արժեքը այս ավտոբուսի տարբերվում է այլ տրանսպորտի ավտոբուսներից։ Սա կարծում եմ ավելի թանկ պետք է լինի վճարը, որովհետև բավական հետաքրքիր է ու այսպես մարդիկ նույնիսկ ունեն հնարավորություն ապրելու, անվճար ինտերնետից օգտվելու։ Իհարկե, սովորական քաղաքային տրանսպորտից մեր ավտոբուսի գները տարբերվում են։ Սա կարծես թե ավելի շատ տաքսի ու ոչ թե երթուղային ավտոբուս է։ Մատատունները պատկանում են անհատներին, նրանք հավաքում են ուղևորներին, կազմում երթուղին ըստ այդ ուղևորների, շարժվում առանց կանգառների, ընթացքում էլ ապահովում բոլորի խրախճանքը։ Ասես լինում են դեպքեր, որ մարդը ուղղակի բարձի այս ավտոբուսը եւ օրինակ ծննդյան օր նշի կամ ինչ որ մի արարողություն այստեղ։ Շատ հետաքրքիր բան ասացիր։ Ինձ անգամ թվաց, թե դու էլ մասնակցել ես այս ամենին։ Ինչ իմացար, որ նման լավ բաներ անում եք։ Այո, հաճախ են վարձում մեր ամբողջ մատատուն ու խնջույքներ կազմակերպում։ Այդ ժամանակ մենք ուղակի անկանոն վարում ենք քաղաքով մեկ, բարձր երաժշտություն միացնում, գունավոր լույսերը պտտում, երգերը հնչում, խնջույքի մասնակիցները խմում են ու պարում։ Գիտես, ես տեսնում եմ դեռևս մի քանի ուղևոր կա ընդամենը ավտոբուսում։ Առաջարկում եմ ճանապարհին ինձ սովորեցնես ինչպես է պետք ուղևորներին կանչել, հրավիրել ավտոբուս եւ գումար աշխատել։ Հա, դե եթե դու ցանկություն ունես, ես դեմ չեմ։ Իհարկե քեզ հիմա թվում է, թե դա շատ դյուրին գործ է, բայց ես ուզում եմ, որ ինքդ փորձես ու հասկանաս, թե ինչպես պետք է մարդկանց ուշադրությունը գրավել։ Արի տես ոնց եմ ձայնս գլուխս գցում։ Դու էլ պիտի այսպես անես։ Արի տես ինչ ենք անում։ Սա ամենահետաքրքիրն է իդեպ, ահա։ Էհեյ, սպասիր հասնենք մարդաշատ վայրերի։ Ահա այստեղից ընկերս մի քիչ ընթացքը դանդաղեցրու գնաց, սկսում ենք կանչել։ Հեյ, արի։ Դե Վարդան, դու էլ ինձ հետ կանչիր, է։ Ահա։ Դասես այստեղ մարդիկ կան, հա, կարող են կանչել։ Էй, ոչ չի ուզում գաստեղ։ Հեյ, արի ընկերս։ Տես ինչ լավ ենք տեղ գնում։ Դու էլ արի, դու էլ։ Հեյ, գեղեցկուհի, մեր ավտոբուսով քեզ կպտտեցնենք։ Եղբայր, դու չես ուզում մատատու նստել։ Տատիկ, արի, տես ինչ ուրախ ժամանակ ենք ապահովելու։ Սիրելի մարդիկ, ով է ուզում միանալ մեր երթուղում։ Ուր եք գնում։ Եկեք մենք կտանենք։ Դե եթե արդեն նստել ես այս դժոխային մեքենան, ուրեմն մտածելու համար շատ ուշ է։ Հետ վերադարձի ճանապարհ չկա։ Դե բնականաբար այս շոուն մասամբ հենց մեզ համար էր կազմակերպված, բայց ես գիտեմ, որ սովորական ուղևորների դեպքում էլ մատատուի մեջ միշտ բարձր երաժշտություն է։ Ցանկացողները կարող են խառնվել պարողներին ու երթևեկությունը ել ավելի ուրախ դարձնել։ Այս ամենը ոչ թե ուղղակի քաղաքային տրանսպորտ, այլ զվարճալի ատրակցիոն է հիշեցնում։ Զվարճալի ու շատ վտանգավոր։
Դեն սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը աշխարհի ամենով ծրագիրներ եթերում։ Շնորհակալ եմ, որ դիտում եք։ Սպասեմ ձեր կարծիքներին իմ Instagram-յան, Facebook-յան, YouTube-յան եւ TikTok-յան էջերում։